Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, նախորդից մենք կարծեք թե հրադադար ունենք, այսպես ասած, հանրային տիրույթում խոսույթի դեգրադացիային նպաստող, այսպես ասենք, ձևակերպումներից, որակումներից, պիտակավորումներից զերծ մնալու վարչապետ Փաշինյանն էր դրա մասին ասել, որ 5 օր տեսնենք, հա, եթե պահպանվի լավ կլինի, այսպես ասած, եթե չէ, էլի հայոյանքին կարձագանքենք, նույն բառապաշարով եւ այլն։ Հանրային խոսույթի առումով կարծում եմ չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ մենք խորը փոսի մեջ ենք, հա։ Ում մտքին ինչ փչում է, անկախ իր կարգավիճակից, այդ բառապաշարով էլ խոսում է։ Հիմա ինչ ենք անում այս հրադադարի պայմաններում, իրավիճակը չի փոխվել։ Երբ հետևում ենք զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հանրային գործունեությամբ զբաղվող անձանց, այդ թվում եւ պաշտոնատար եւ ոչ միայն, բոլորը օգտագործում են գրեհկաբանություն, բոլորը եթեր են բերել այդ թվում նաեւ հայոյախոսությունը ու դա շարունակվում է։ Եվ միամտություն կլիներ նաեւ սպասել, որ այդպես մի կոչով կամ ցանկությամբ հուլիսի 1-ից բոլորը հանդարտվելու են եւ անցնելու են, այսպես ասենք, քաղաքակիրթ բանավեճի զրույցի կամ քննադատության։ Ինչ ենք անում։ Եթե դուք հետևել եք, ես այդ առումով գրառում եմ մի հատ ունեցել եւ հղումը դրել եմ, որպեսզի վարչապետը նույնպես դա կարդա։ Եվ ես այնտեղ ասում էի, որ 5 օրով այդ հայհոյախոսության վերջ տալու նախաձեռնությունը դա շատ նման է նրան, թե ինչպես են թաղի ջահելները իրենց մեջ որոշում քֆուր դնում, որ 5 օր չեն քթվելու։ Եվ դրան կարելի է լուրջ վերաբերվել այն դեպքում այդպիսի նախաձեռնությանը, եթե դա ինչ-որ լուրջ քաղաքական հենքի վրա է եւ ոչ թե 5 օրով է, այլ անժամկետ, որովհետեւ ինչ է նշանակում 5 օր փորձենք, հետո կտեսնենք ինչ է լինում եւ այլն եւ այլն։ Եվ ես այնտեղ ընդգծում եմ, որ այո, դա երկկողմանի հրաձգություն է եւ անկախ նրանից թե ով է նախաձեռնում եւ ով է պատասխանում, ամեն դեպքում իշխանության վրա ավելի բարձր պատասխանատվություն կա եւ սրա հետևանքները կարող են լինել անդառնալի այն առումով, որ դեգրադացնում են հասարակությանը եւ հասարակությունը նայելով թե ինչպես են խոսում քաղաքական վերնախավում, ասում են եթե իրենց կարելի է, ապա ինչու ինձ չի կարելի եւ այդ սանձարձակությունը փաստորեն ավելանում է եւ ես շարունակում եմ պնդել, որ մեր հասարակության հատկապես ստորին զանգվածները եւ մեծամասամբ հասարակությունը դեգրադացված է եւ դեգրադացվում է այս խոսույթը հատկապես սոցիալական մեդիայում էլ ավելի մեծ տարածում է գտնում եւ իմ կոչը հորդորը այն է, որ իշխանությունը պետք է իր վրա վերցնի նախաձեռնությունը առհասարակ այդ խոսույթից հրաժարվելու, դա պետք է լինի քաղաքական ուժերի հատկապես արմատական ընդդիմության հետ դիալոգի փորձ, ուրեմն եւ պայմանավորվածություն ձեռք բերվի, որ դա հաղթահարվի։ Ես կարծում եմ, որ այդպիսի քայլերով ավելի հեշտ եւ ավելի այսպես լավ հիմքերի վրա կարելի է դնել, որովհետեւ ամեն դեպքում չեմ կարծում, որ այդպիսի նախաձեռնություն լինի ու արմատական ընդդիմությունը ասի, չէ, մենք շարունակելու ենք հայոյախոսել։ Բայց չի բացառվում նաեւ այդ մոտեցումը, որովհետեւ նույն սանձարձակությունը ընդդիմադիր դաշտում է արմատական ընդդիմության կողմից եւ պետք է ասել, որ վարչապետը այս տիպի գրառումներին արձագանքեց նրանով, որ եթե
քաղաքակիրթ խոսք լինի, նույն կերպ ինքը կպատասխանի, եթե ուրեմն հայրախոսություն լինի, այդպես էլ շարունակելու է պատասխանել, ընդ որում կոչ է անելու իր թիմակիցներին նույն կերպ ուրեմն արձագանքել։ Եվ կարելի է ենթադրել, որ մեծ հաշվով այս հնգօրյա մորատորիումը, այսպես կոչված, սպասելի արդյունքները պետք է որ չտա։ Շատ ուրախ կլինեի, եթե սխալվեի, բայց ավաղ ստացվում է այնպես, որ կարող է դա խախտվել, դուք նշեցիք, որ արդեն նկատել եք այդ խախտումները, գիտեք, կոշտ խոսքը մի բան է եւ կոշտ համատությունները, նույնիսկ պիտակավորումները, բայց երբ որ ուղիղ հայհոյախոսություն է գնում, դա այլ բան է։ Եվ վարչապետը համենայն դեպս խոսում էր, որ քրեականացնելը փորձ է կատարվել քրեականացնել այդ ծանր վիրավորանքը, բայց ի վերջո, այո, նաև մենք ասեցինք, որ դա անթույլատրելի է, որովհետև դա էլ շատ հեղեղուկ այսպես սահմաններ ունի եւ շատ հաճախ հենց կոշտ քննադատությունը կարող է ընկալվել որպես ծանր վիրավորանք եւ պատասխանատվության ենթարկվեն մարդիկ, բայց դա չի նշանակում, որ մենք հայհոյախոսության կողմնակիցն ենք։ Ի վերջո կարելի է, չէ՞, մարդավարի քաղաքական դաշտում պայմանավորվել, որպեսզի այդ բառապաշարը խոսույթը քաղաքակիրթ լինի կամ գոնե առանց հայհոյախոսության, եթե այդպիսի գործընթաց չի գնալու, ուրեմն մենք դատապարտված ենք եւ հասարակությունը առհասարակ դատապարտված է, այսպես ներքին պատերազմի ականատես եւ զոհ դառնալու։ Եվ կարծում եմ, որ սրա հետևանքները շատ ծանր կարող են լինել եւ մենք ապագայում այդպես էլ չկարողանանք հաղթահարել այդ երևույթը եւ դա դառնա նորմ։ Տեսեք, ինչու եմ ասում, որ նկատելի է։ Մի բան էլ ավելացնեմ, որ չարժե այդպես դժգոհել նրանից, որ ծանր վիրավորանքը չքրեականացվեց կամ քրեական օրենսգրքից հանվեց։ Ի վերջո, այն, որ Հայաստանը խոսքի ազատության առումով 34-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, նաև այդ պատճառով է, այսինքն շատ հաճախ միջազգային կազմակերպությունները հետաքրքրվում են արդյոք վիրավորանքն ու զրպարտությունը մեզանում քրեականացված է եւ երբ որ իրենք բացասական պատասխան են ստանում, ասում են, հա, ուրեմն շատ այսպես բարենպաստ պայմաններ են եւ բարեկիրթ երկիր է։ Մյուս կողմից իհարկե մենք տեսնում ենք այդ բարեկիրթությունը ոնց է արտացոլվում, իհարկե խոսքի ազատությունից օգտվելու ունակություն է պետք եւ ամենևին էլ պետք չի այդ հայհոյախոսությունը շաղախել, այսպես խառնել խոսքի ազատության հետ։ Դա ճիշտ հակառակ բան է, խոսքի ազատությանը հակասող կամ սահմանափակմանը ենթակա բան է, բայց պետք է դա անել այնպես, որպեսզի խոսքի ազատությանը իսկապես չվնասի։ Օրինակ նույն նախորդին էլի ազգային ժողովում ելույթների ժամանակ ընդդիմությունը էլի խոսում էր, որ այս վարչախումբը թուրք է, թրքացած է, Հայաստանի աթոռը զավթել են թուրքերը, վարչապետի աթոռը իշխանությունից ասում էին մեջբելով այդ ահաբեկչության բացահայտման փորձի մեջի ձայնագրությունները, որ ինչպես կարող է փաստում էին, որ այս ընդդիմությունը սա տարում է իրենց բառերով ասած երկոտանի անասունի կողմից կազմակերպվող այդպիսի փորձ, մի խոսքով էլի քաղաքական Էլի նուրբ սահման է, երբ որ կարող ես չկարողանալ զատել, սա քաղաքական խոսք է, սա վիրավորանք է, թե ինչ է, հա, այդտեղ եղել կա նուրբ սահման, բայց քաղաքական գործիչները առաջնորդեն հենց իրենք են պարտավոր այդ սահմանների զատման, դրանց տարանջատման, որովհետև իրենք պիտի քաղաքական խոսքով մեզ այդ հաղորդակցվեն, չէ՞ ոչ թե թուրք, անասուն, չգիտեմ ինչ-որ բաներ։ Ինչու տարբեր հարցերի լուծման, վերհանման կամ հանրային ուշադրություն այդ հարցերի վրա բերելու նպատակ ունեցող իշխանությունը կամ դրա ներկայացուցիչները չի դիմում իր
անսպար, անverջ ունեցած լծակներին, հնարավորություններին, որը տրամադրում է քեզ հենց իշխանություն ունենալը, այլ մենք գնում ենք այս ճանապարհով, որի դեպքում եւ իշխանությունը թիրախավորվում է դրա համար, եւ նաեւ չի, այսպես ասենք, այդ իմաստով առողջացնում իրավիճակը, հավասարվում է ըստ իրենց տրամաբանության գուցե այդ ընդդիմության խոսույթին ու նման բաներ, հա, ինչու կա կարիքը այդպիսի բառապաշարով հանրային ուշադրություն գրավելու, ինչու, երբ որ դու անսպար հնարավորություններ ունես դրա համար, անսպար ուղղակի։ Ես ուզում եմ վերհիշել այն, ինչ որ դուք հիշատակեցիք, նույն Աղվան Վարդանյանի խոսքում շատ կոշտ բառապաշար էր օգտագործվում, բայց դա հայհոյախոսություն չէր եւ ինքը իր խոսքում փորձում էր այսպես ասել, որ հաշվի առնելով այս մորատորիումը ես այս բառերն եմ օգտագործում, դրանք շատ կոշտ էին, բայց տեղավորվում էին քաղաքական խոսույթի մեջ եւ իզուր չէր, որ Ալեն Սիմոնյանը արձագանքեց, թե բա մենք պետք է խրախուսենք, որ այսպիսի գոնե այսպիսի մոտեցում լինի եւ իսկապես կոշտ քաղաքական խոսույթը պետք չի խառնել հայհոյախոսության հետ։ Գոնե առաջին этаպում, եթե հրաժարվեն բոլորիս հայտնի հայհոյախոսությունից, դա ինչ որ քայլ արդեն կարող է լինել։ Սա առաջին։ Երկրորդը շատ կարևոր է, որպեսզի ազգային ժողովը այնուամենայնիվ այն գործընթացը, որի մասին շատ են խոսում, սկսի, այսինքն խոսքը պատգամավորական էթիկայի մասին է, հանձնաժողովի մասին է եւ պետք է մեր օրենսդրությունում փոփոխություններ իրականացվեն եւ պատգամավորական էթիկան փաստորեն քննարկման առարկա լինի, կներեք։ Ինձ համար երբեք հասկանալի չի եղել, թե ինչի է այդքան բարդ նախ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, եթե դա անհրաժեշտություններ լինում, եւ մյուս կողմից ինչու չի կարելի մշտական այդպիսի հանձնաժողով ունենալ եւ այդ տիպի զրույցը, այդ տիպի խոսույթը քննարկման առարկա դարձնել, որքանով, ասենք, այդ թուրք, չգիտեմ, այլ բառեր չեմ ուզում հիմա տիրաժավորել, բայց ժամանակակից քաղաքական խոսույթին բնորոշ շատ կոշտ բառապաշարը որքանով է տեղավորվում եւ որքանով է դա նպաստում, որպեսզի հասարակությունը այնուամենայնիվ օրինակ վերցնի այդ քաղաքական վերնախավից։ Այսպես թե այնպես օրինակ է վերցնելու։ Եվ այստեղ հարցը նրանում է թե դրական, թե բացասական օրինակ վերցնի։ Եվ կառողջանա իրավիճակը հասարակության մեջ, թե չի առողջանա։ Մենք շատ լավ գիտենք, որ հետհեղափոխական շրջանում, հատկապես հետպատերազմյան շրջանում բազմաթիվ բարեկամներ իրար հետ այնպես էին վիճում եւ կռվում, որ հարաբերություններ էր խզվում, բազմաթիվ ընկերներ են այդպես իրենց հարաբերությունները խզել եւ այլն եւ դա էլի այդ քաղաքական բանավեճի կուլտուրայից հեռու լինելու պատճառով է եւ այդ կուլտուրան մեր հասարակությունը չգիտի արդեն ումից վերցնի, եթե ոչ քաղաքական վերնախավից եւ այս առումով պատասխանատվությունը շատ մեծ է եւ ես իմ գրառման մեջ ուզեցել եմ ուղղակի այդ կոչը հորդորը անել, որ դուք սրանով հասարակության բարքերի հետ եք խաղում եւ արժեքների հետ եք խաղում եւ դա արժեզրկելով փաստորեն մենք շատ, այսպես ինչպես արդեն ասեցի, վատ հետևանքների կարող ենք բախվել ու իմ առաջարկը ընդհանրապես դա է, որ շատ լուրջ դրան պետք է վերաբերվել, ինչ որ լուծումներ գտնել, ոչ միայն օրենսդրական դաշտում, այլ քաղաքական աշխատանք, քաղաքական լուծումներ են անհրաժեշտ, եթե մտահոգված են այդ մարդիկ, բայց պատասխանելով ձեր հարցին, թե ինչու է դա անհրաժեշտ, ես կարծում եմ, որ այդ քաղաքական դիսկուրսը այնքան է իջել իր մակարդակով, որ ավելի շատ այսպես խաղադրույք է կատարվում հասարակության ստորին զանգվածների գիտակցության վրա կամ առհասարակ նրանց ուրեմն մոտեցումների վրա ազդելու ընտրություններ են գալիս եւ այստեղ
փաստորեն քաղաքական կուսակցությունների համար մեկ է, դա կլինի հասարակության ստորին զանգվածի ձայներ, թե պրոֆեսորների կամ չգիտեմ, այսպես մտածող մարդկանց ձայներ։ Եվ այն ձայները շատ ավելի հեշտ է վերցնել, եւ այդ առումով ես պետք է ասեմ, որ շատ հաճախ ես ուղղակի զարմանում եմ, որ ներքևում էլ փաստորեն այդ խոսույթը կարծես թե դուր է գալիս եւ շատերին համենայն դեպս դուր է գալիս եւ ասում է բահա իրանք այդպես խոսել են, այսպես պատասխանում են ու շատ դժվար է այսօր արդեն ասել ով է սկսել։ Երկու կողմերն էլ համարում են, որ հակառակ կողմն է սկսել, բայց դադարել այդպես վարվել, այսպես քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել եւ գալ ինչ-որ կոնսենսուսի, ես կարծում եմ հուշ կարեւոր է։ Իմ հորդորն է, որ այդպիսի գործընթաց սկսի, հակառակ դեպքում կարելի է Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սահայի» հայտնի պերսոնաժի բառերը ասել, ասում գնացեք, ոչխարել կերեք, իրարել կերեք, նադայել է ասում։ Տեսեք, պարոն Մելիքյան, իշխանական պատգամավորներ կան, որոնք կոչերը, օրինակ, չգիտեմ, վարչապետի Facebook-յան այդպիսի բովանդակությամբ ակտիվությունը հասարմանափակելու եւ այլն, ասում են դա լրացնելու միտում ունի, դա լրացնելու տրամաբանության մեջ է։ Կա այստեղ այդպիսի բան։ Ախր, քանի որ մենք մեր հասարակությունը եւ քաղաքական էլիտան նաեւ ժողովրդավարական ավանդույթներ գրեթե չունեն, չի ձևավորվել այդ ամեն ինչ այս 30 տարիների ընթացքում։ Միշտ գործընթացները գնացել են օպոնենտներին ոչնչացնելու ուղղությամբ ցանկացած մեթոդներով։ Եվ եթե ներքին այդ կուլտուրան լիներ կամ ձևավորված ընդհանուր կուլտուրա լիներ, խոսողները իսկապես իրենք կզգային, որտեղ պետք է կանգ առնեն եւ ինչով պետք է սահմանափակվեն։ Եվ եթե օրենսդրական մակարդակով ենք նայում, ելի հարց է ծագում, իսկ ինչպես կօգտագործվի այդ օրենքը։ Ի վերջո նաև զարգացած ժողովրդավարական երկրներ կան, որտեղ որ այդ վիրավորանք զրպարտությունը եւ հատկապես հայրենախոսությունը քրեական դիրույթում են գտնվում եւ քրեական պատասխանատվություն է ենթադրում, բայց այնտեղ այնքան պինդ ուժեղ ժողովրդավարական ավանդույթներ եւ կուլտուրա է ձևավորվել, որ բանը դրան չի հասնում եւ զարգացած երկրներում, երբ դու ներկայացնում ես, ասում ես, այսպիսի իրավիճակում, երբ այս քաղաքական գործիչը ընդդիմադիր կամ այս ինչ ուրեմն իշխող ուժի ներկայացուցիչը այսպես է բանում, շշմում են։ Շատ հաճախ շշմում են նաև լրագրողների հարցերից։ Ես մի անգամ առիթ ունեցա Շվեդիայի մեր գործընկերների հետ զրուցելիս օրինակներ բերել տարբեր ասուլիսներից եւ ժողովրդական խոսքով ասած չարաները ցածր են, թե ոնց է դա հնարավոր եւ ինչ նպատակ է դա հետապ, ինչ հանրային նշանակություն ունի այդ հարցը։ Այնպես որ դա փաստորեն քաղաքական վերնախավից տարածվում է նաև լրատվամիջոցներում, որոնք որ մեծապես ասոցացում են էլի տարբեր քաղաքական ուժերի հետ եւ հասարակություն։ Եթե դա դուր է գալիս եւ քաղաքական վերնախավին եւ հասարակությանը, ուրիշ հարց է, բայց կարծում եմ նաև քաղաքացիական հասարակությունը կարող է այդպիսի սոցիալական պահանջ ձևավորել քաղաքական ուժերին, որտեղ իսկապես զզվելի է այդ ամեն ինչը։ Դուք ասում եք գոնե քաղաքական ուժերը միմյանց միջև գան պայմանավորվածության, հա, բացառելու գոնե այդպիսի խոսույթ, այո, լինեն կոշտ, բայց քաղաքական տրամաբանության մեջ։ Եվ արդյոք այս մոտեցումը իրատեսական է այն պայմաններում, ինչ պայմաններում գտնվում է Հայաստանը, Հայաստանի քաղաքական դաշտը։ Ես նկատի ունեմ, որ կան նաև կարծիքներ, որ սա շատ բնորոշ իրավիճակ է անցումային երկրների համար, շատ բնորոշ է դեռևս չկայացած ժողովրդավարության կամ այդ անցման տրանսֆորմացիայի փուլում գտնվող երկրի համար դրան գումարում ենք, օրինակ, չգիտեմ, տարբեր հիբրիդային պատերազմներ, որտեղ առաջնային եւ արդյունավետ գործիքներից մեկը հենց տեղեկատվական պատերազմն է, տեղեկատվական պատերազմը չի ճանաչելու այս դեպքում լեքսիկոն, սահման եւ այլն, հա, ու հաշվի առնելով 2026 թվականը ընտրությունները,
որոնք շատ հաճախ բնորոշվում են որպես ճակատագրական Հայաստանի Հանրապետության համար։ Նկատի ունեմ նժարի վրա այնքան մեծ բան է դրված, թեկուզ այդ բանը քաղաքական է, այդ բանը անկախությունն է, այդ բանը հասարակության, այսպես ասենք, սպասելիքներն են երկրի իրենց ապագայի վերաբերյալ, հա, որպես ջրբաժան եթե դիտարկենք, որովհետև նույն քաղաքական ուժերը կամ տարբեր փորձագետներ գեներացնում են, որ շատ կարևոր ընտրության մասին է խոսքը լինելու, հա, ընդհանուր մինչև, չգիտեմ, ծայրագավառ եւ անկախություն, այսպիսի բաներ։ Երբ նժարի նման բան է դրված, ակնկալել, որ այստեղ միմյանց ոչնչացնելու քաղաքական դերակատարների, որոնք եւ բաժանվում են նաեւ գոնե հանրային ընկալումներում ծայրագավառականության կողմնակիցների եւ անկախականների, այսպես ասենք, ապա այս երկու կողմերը իրար պիտի ամեն ինչ անեն ոչնչացնելու այս ճակերտավոր պատերազմից հաղթանակած դուրս գալու համար։ Այսինքն ակնկալիքը իրապես այդպիսի փոփոխության, այդպիսի կոնսենսուսի այս երկու դաշտի միջև որքանով է իրական։ Ձեր հարցը ես մի քիչ կվերաձևակերպեի պատասխանելու համար, որքանով է առհասարակ ողջամտությունը հնարավոր նախընտրական շրջանում եւ հիբրիդային պատերազմի ժամանակ։ Գրեթե քիչ։ Այո, շատ քիչ։ Իհարկե, օրինակ շատ բարդ է պատկերացնել, որ այդ կոնսենսուսի մասին ինչ որ մենք խոսում ենք, փորձեն այսպես զբաղվել դրանով իրար ատող նախորդ ղեկավարները երկրի։ Չնայած ողջամտությունը պահանջում է դա։ Եվ չնայած մեր կյանքում շատ բան է եղել, որ ողջամտությունը պահանջել է, որ այդ 3 ղեկավարները կամ 4 ղեկավարները հանդիպեն քննարկեն ինչ-որ ճակատագրական հարցերի մասին է իսկապես երկրի ճակատագրական հարցերի մասին է խոսքը գնում եւ դա չի ստացվել։ Այդ առումով իհարկե քիչ կարելի է ակնկալել, բայց մյուս կողմից կարելի է եւ այսպես ասել, որ ընտրությունները շատ ժամանակ զգորություն են պահանջում եւ պատասխանատվություն են պահանջում, որ իմանալով թե ինչ է կատարվելու, իսկ կանխատեսելը հեչ բարդ չի, թե ինչ բառապաշարով, ինչ այսպես արժեզրկմամբ, ինչ ոչնչացմամբ է այդ ամենը ընթանալու, այդ դա կանխատեսելով կարելի է այնուամենայնիվ, եթե ոչ առաջին դեմքերի մակարդակով, բայց ասենք խորհրդարանական ֆրակցիաների ղեկավարների մակարդակով նախաձեռնել ինչ որ խոսակցություն, ինչ որ, չգիտեմ, մեմորանդումի արդյունք դա կարող է դառնալ եւ այլն, համենայն դեպս, եթե ողջամտությունը չի կորել եւ չի ոտնահարվում, ուրեմն հնարավոր է, եթե դա չի լինելու, ուրեմն մենք հասարակությունում պետք է հասկանանք, որ այո, ոչինչ հնարավոր չի, քաղաքական դաշտում ողջամտություն գոյություն չունի, այնտեղ ջունգլի պայքար է քվեների համար, այսքան մի բան, շատ պարզ, շատ այսպես պարզունակ, նույնիսկ ասեմ, խաղ, որը որ հիմնված է ինքնաոչնչացմամբ, հասկանում եք, այս ամեն ինչը իրանք ձայներ են կորզում, ուզում են գալ իշխանության, բայց աշխատելու են հասարակության հետ, որին դեգրադացնում են։ Եվ դժվար է պատկերացնել այդ դեպքում այդ աշխատանքի արդյունավետությունը, հա, դժվար է պատկերացնել, եթե ուրեմն մենք պետք է նաև այդ դժվար է պատկերացնելուց հետո շարունակենք նախադասությունը եւ ասենք, որ քաղաքական դաշտում ողջամտությունը բացակայում է իսպար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Հաշոտ Մելիքյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։